Բարև ձեզ, եթերում update լրատվականն է։ Առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման ի գործ ծրագրի մասնակիցներին։ Վարչապետը ողջունելով ներկաներին արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում։ 2025 թվականին Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ մարդիկ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում եւ փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ վերջին տարում դեպի Հայաստան հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի process-ներ են նկատվում։ Եվ եթե հետևել եք, պիտի իմանաք, որ 2025 թվականը առաջին տարին է, ըստ էության մեր անկախությունից ի վեր եւ բացառյալ կոവിഡ്ի համաճարակի շրջանը, երբ որ սպეციფիկաներ կային, երբ որ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Ես խոսում եմ շուրջ ավելի քան 8000-ով։ Ես խոսում եմ քաղաքացիություն ունեցող անձանց մասին, բայց եթե այս վիճակագրությունը մենք դիտարկենք մեր հայրենակիցների թվի տրամաբանությամբ, համոզված եմ, որ այս ցուցանիշները ավելին կլինեն։ Եվ իհարկե ակնհայտ է, որ նաև որոշակի արտաքին ազդակներն են նպաստում այս process-ին։ Բայց ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Սիրիայի իրադարձությունների հետ կապված 2014 թվականն էր դա, եթե չեմ սխալվում, ավելի քան 20000 սիրիացի մեր հայրենակիցներ հանգամանքների բերումով եկան Հայաստան, բայց նրանցից շատ քչերը մնացին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն այդ դեպքում էլ ներգաղթ տեղի ունեցավ, բայց գործնականում անմիջապես կամ շատ արագ այդ մարդկանց 90 եւ ավելի տոկոսը Հայաստանից հեռացավ։ Հիմա իրադրությունը այլ է, մարդիկ վերադառնում են, գալիս են Հայաստանի Հանրապետություն, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում, այսինքն կապում են իրենց կյանքը կամ փորձում են կապել կամ պիլոտ են անում, եթե կարելի է այդպես ասել, ինչքանով է հնարավոր Հայաստանում ապրել։ Եվ նաև այս process-ի տրամաբանության մեջ է մտնում իգործ ծրագիրը, եւ երբ որ իգործ ծրագիրը մենք սկսեցինք, դեռ այսպիսին չէր իրավիճակը, բայց ես հույս ունեմ, որ իգործ ծրագիրը ավելի գործնական վերադարձի, ավելի հուսալի մեխանիզմ կդառնա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահասինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության եւ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմավոլորտ համագործակցության եւ դրա հետագա ընդլայնման կարեւորությունը։ Նիլակշի Սահասինհան շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը համատեղ աշխատանքի եւ արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս երկու երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, տեխնոլոգիաների, առողջապահության եւ այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման շուրջ։ Խորհրդարանը քիչ առաջ ավարտեց տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Տրթած Սարգսյանի թեկնածության հարցի քննարկումը, որից հետո էլ նիստը վարող ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը ձայնը տվեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին, ներկայացնելու համար քվեարկության օրը, ժամը եւ կարգը։ Քվեարկությունը կանցկացվի ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում օգոստոսի 20-ին ժամը 10:10-ին։ Քվեարկության տևողությունը կլինի 2 ժամ։ Քվեարկությունն անցկացվելու է փակ ռեժիմով։
Խորհրդարանն այսօր շարունակել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածության հարցի քննարկումը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։ Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցի քննարկման վերջում իրավիճակը խորհրդարանում լարվեց։ Նիստը վարող ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճից հեռացրեց ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Միջադեպից հետո ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։ Ես իմ խոսքում եւս նշել եմ, որ միշտ եղել եմ անգամ Արցախում ընդդիմադիր, բոլորն էլ դա գիտեն, որ իմ ընդդիմադիր հայացքները։ Ես նաեւ շատ լավ եմ հիշում, թե ինչպես շրջափակման այն ծանր օրերին արդեն ամառվա վերջերն էին։ Արցախի վերածննդի հրապարակում Արցախի ամենատարբեր ծայրերից մարդիկ ոտքով գալիս հասնում էին Ստեփանակերտի հրապարակը եւ այդ հանրահավաքին մենք ուղիղ տեսակապով կապվել էինք Երևանից այնտեղ։ Այնտեղ էր նաեւ իմ այրը։ Մարդիկ այնտեղ մի բառ էին կանչում. Հայաստան, Հայաստան։ Ես շատ լավ եմ հիշում Հայաստանի իշխանությունների արձագանքը, գործադիրի խոսքը, գործադիրի ղեկավարի խոսքը։ Արցախում բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում։ Ես կարող եմ եւ լիովին իրավունք ունեմ Արցախի իշխանություններին մեղադրելու շրջափակմանը պատշաճ չնախապատրաստվելու համար։ Եվ հենց դրան էր նվիրված իմ գրառումը, եւ դա երբեք ինձ չի խանգարել այսօր պայքարել օր առաջ նրանց Բաքվից ազատ արձակելու համար։ Վերջում ես տեսել եմ, թե ինչպես է իմ այրը, ինչպես 150,000 մեր հայրենակիցները իրենց ամբողջ կյանքը տեղավորել մեկ ճամպրուկի մեջ եւ բռնել գաղթի ճամփան։ Եվ ես խոստանում եմ եւ խոստանում եմ այստեղ այս ամբիոնից։ Անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ այստեղ եւ դուք քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ երբեք ու երբեք չզգաք այն, ինչ որ զգում եմ ես։ Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան։ Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված։ Ասում եք, որ ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Պարոն Աբրահամյան, ձեզ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում, պարոն Դավիթ Ղազինյան, ձեզ եւս հայտարարվում է նախազգուշացում։ Այդպես պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Պարոն Ղազինյան, որոշել եք բոլորը ստուգեք։ Չէ, ուզում եմ, պարոն Ղազինյան, չէ, դուք չեք կարող հասկանալ։ Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի։ Ուրեմն ձեզ պահեք կարգ ու կանոնով։ Պարոն Ղազինյան, մի խոսեք այլևս տեղից։ Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն։ Հեռացում միջև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։
Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Ասում եմ դուրս է գալի հանգիստ։ Վահագն Ալեքսանյանը հանդես եկավ ելույթով և պարզաբանեց տեղի ունեցածը։ Նա հիշեցրեց, որ նիստը վարելու ժամանակ կարգապահություն է սահմանում առանց խտրականության։ Հարգելի գործընկերներ, ես նախ ուզում եմ մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչ տեղի ունեցավ քիչ առաջ։ Ազգային ժողովի նիստերը վարելու առաջին իսկ բայց ինձ թվում է բոլոր գործընկերները նկատած կլինեն, որ ես ընդգծված վերաբերմունք ունեմ առհասարակ դահլիճի կարգապահության նկատմամբ։ Ու իդեպ դա անում եմ առանց խտրականության։ Թե մեր խմբակցության նկատմամբ եւ թե ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ։ Եվ դա նույնիսկ իմացա, որ արժանացել է ընդդիմադիր падգամավորներից մեկի, տենց կոշտ գնահատականին, թե ինչու է նույնիսկ սեփական թիմակիցներին նախազգուշացումներ հայտարարում եւ այլն։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նիստը նախագահողին տալիս է լիազորություններ։ Եվ այդ լիազորությունները կիրառելի են։ Այդ լիազորությունները ուղղված չեն որևէ մեկին նսեմացնելուն եւ որևէ մեկին վիրավորելուն, բայց հազար ներողություն, երբ որ падգամավորի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում եւ ասվում է լռեք հարգելի պարոն Էսինչյան եւ հարգելի падգամավորը տեղից ասում է չեմ լռի, ես է ձեզ եմ նախազգուշացում հայտարարում, դրան հաջորդում է հաջորդ կարգապահական տույժը։ Դրան է հաջորդում է հաջորդը դահլիճից հեռացում։ Ու երբ որ падգամավորը ասում է, որ ես երբ ուզեմ այդ ժամանակ դուրս կգամ, այդ ժամանակ նիստը նախագահողը պետքա ցույց տա, որ չէ, դա այդպես չի, երբ որ նիստը նախագահողը ասում է լքեք դահլիճը, դուք լքելու եք դահլիճը։ Հակառակ պարագայում ուրիշ արտահայտություններ մի արեք, որ հետո այդ ձեր արտահայտությունները բան չլինի։ Ազգային ժողովը քննարկել է նաև աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածության հարցը։ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Նազելի Բաղդասարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց խմբակցությանը և կուսակցության վարչությանը իր թեկնածությունը դիտարկելու համար։ Հարգելի նախագահող, հարգելի փոխխոսնակ, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ինձ համար իհարկե մեծ պատասխանատվություն եւ մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել եւ շնորհակալ եմ իհարկե մեր կուսակցության վարչությանը, խմբակցությանը իմ թեկնածությունը դիտարկելու համար եւ սա լավագույնս այն ժողովրդավարության մոտեցումներն են, դրսևորումներն են, այն արժեհամակարգն է, որը մենք կրում ենք, որովհետև յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածությունը իրականացվել է ժողովրդավար եւ արդար սկզբունքներով։ Իրականում խոսելով հանձնաժողովի մասին պետք է նկատի ունենանք, որ այս հանձնաժողովի աշխատանքը անմիջականորեն վերաբերում է մեզանից յուրաքանչյուրի կյանքին եւ շատ հաճախ բյուջետային տողերի, ինչու՞ չէ նաեւ տարբեր իրավական հոդվածների յետևում կան մարդկային կյանքեր, մեր ամենօրյա առօրյան, ինչու՞ չէ նաեւ աշխատանքի հնարավորությունը, արժանապատիվ վարձատրությունը, երեխայի անվտանգությունը, տարեց մարդու ապահովությունը, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ինքնուրույնությունը, այլ կերպ ասած պետական հոգացությունը։ Ես վստահ եմ, որ շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու որոշվեց գերատեսչությունը վերանվանվել աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն եւ նույնպես ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը աշխատանքի եւ բարեկեցության հանձնաժողով։ Սրանում կարծում եմ ամփոփված է պետության հանձնառությունը եւ այն փիլիսոփայությունը, որը մենք դնում ենք ամենի մեջ։ Բնականաբար այն գործառույթները, որոնք սոցիալական ապահովությունից են բխում, որևէ կերպ պետությունը չի հրաժարվում այդ հանձնառությունից։ Ես հատկապես ընդդիմադիր շրջանակներից տեսել եմ, որ այս մասին շատ է շահարկվում եւ նշում եմ, որ սոցիալական որոշակի խնդիրների առկայության դեպքում արդյոք անհրաժեշտություն կար հանձնաժողովը վերանվանել աշխատանքի եւ բարեկեցության։ Այո, որովհետև մեզ համար կարևոր է քաղաքացու բարեկեցությունը, մեզ համար բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ կարևոր է, որ մեր քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք։ Իսկ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունը եւ իրական տարբերակը դա իհարկե արժանապատիվ աշխատանքն է։
Շարունակենք թողարկումը։ Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը եւ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։ Ավելի վաղ տարածած տեսանյութում Աննա Հակոբյանը նշել էր, որ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում է միանալ նաեւ ընդդիմադիր կին պատգամավորներին։ Այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Ուստի հանդիպման եմ հրավիրում Նարեկ Կարապետյանին եւ Աննա Գրիգորյանին, ասվում էր տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության թեմայով հերթական տեսանյութը։ Ինչ է ընտանեկան բռնությունը, ով, ինչպես եւ ինչու է դիմում բռնության, ինչպես տարբերել զույգերի միջև սովորական կոնֆլիկտը ընտանեկան բռնությունից։ Աննա Հակոբյանը շեշտադրում է, բռնությունը վարք է եւ այն պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել։ Ինչ է ընտանեկան բռնությունը, ով, ինչպես եւ ինչու է դիմում բռնության, ինչպես տարբերել զույգերի միջև սովորական վիճաբանությունն ու ընտանեկան բռնությունը, ինչ կերպար կարող է ունենալ բռնություն գործադրող անձը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ ոչ ոք չի սովորեցրել։ Բայց այս հարցերի պատասխաններից է կախված ոչ միայն մեր կյանքի որակը, այլև մեր երեխաների, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սիրելի կանայք, այլևս չենք հանդուրժում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով։ Մասնավորապես Անիկ Օջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը։ Անիկ Օջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության եւ կրթության հարցերով փորձագետ։ Եվ այսպես։ Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը եւ հանրային առողջապահության կարեւորագույն խնդիր։ Ընտանեկան բռնության ցանկացած ձև ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական խախտում է եւ ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության եւ կյանքի իրավունքները։ Ընտանեկան բռնության հիմքում ընկած է ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության եւ հարկադիր վերահսկողության հաստատման եւ պահպանման ձգտումը։ Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ։ Բռնությունը վարք է, բռնություն գործադրող անձի վարք։ Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը։ Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի եւ ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան։ Միաժամանակ ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է։ Այն երբեմն չի բարձրաձայնվում պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով եւ որ ամենակարևորն է հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ։ Այսպիսով արձանագրենք. բռնությունը վարք է։ Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության եւ հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է։ Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը։ Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն։ Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարություններ կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ եւ չեն արդարացնում այն։ Եվ վերջապես բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի հարկադիր վերահսկող վարք։ Սիրելի կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորտ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են։ Ինչ պետք է անենք։ Պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա ոչնչացնենք։
Շնորհակալություն։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Հայաստան կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերված պետական գաղտնիքի կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը։ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այցելեցի Արտաշատի պահածոների գործարան, լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Պատճառը տեղական արտադրողներին աջակցելու կառավարության քաղաքականությունն է։ Մթերման գինը սահմանվել է 40-ից 80 դրամ, գրել է Պապոյանը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, թրիփ նախագծին վերաբերող հարցերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է նաև Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին։ Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հերթական կանգառ և ստուգայց ՊՆ զորամասերից մեկում։ Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է, գրել է Պապիկյանը։ Օգոստոսի 19-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ անակնկալ ստուգայցեր է իրականացնում պաշտպանության նախարարության զորամասերում։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում լոգիստիկ և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների ակտիվացումը։ Պուտինը մասնավորապես ասել է, որ ուկրաինական հարձակումների պատճառով չեն եղել և չեն կարող լինել կրիտիկական հետևանքներ, սակայն անշուշտ վնաս պատճառվել է։ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ չնայած հարձակումներին, երկրի առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն կերպով, սակայն վնասված լոգիստիկ օբյեկտները և պահեստները հարկավոր է վերականգնել։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Միջազգային քրեական դատարանը վերածվել է կեղծ դատարանի, որն իշխանության չարաշահումները քողարկում է միջազգային իրավունքի լեզվի ներքո, միաժամանակ խաթարելով արդարադատության սկզբունքները, գրել է Նեթանյահուն։ Նա ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վճռական ջանքերը միջազգային քրեական դատարանի անօրինական գործողությունների դեմ պայքարում։
Եվ այն, որ պետքարտուղարը հստակ ասել է, որ միջազգային քրեական դատարանը ղեկավարող կոռումպացված պաշտոնյաները կբախվեն հետևանքների։ Օգոստոսի 18-ին Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում միջազգային քրեական դատարանի ճապոնացի նախագահ Տոմոկո Ականեի եւ միջազգային քրեական դատարանի սենեգալցի ավագ դատապաշտպան Աբդուլլայե Սեյեի նկատմամբ, քանի որ նրանք ուղղակիորեն մասնակցել են միջազգային քրեական դատարանի ջանքերին հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու այն պաշտոնյաներին, որոնց կառավարությունը չի համաձայնել միջազգային քրեական դատարանի իրավասությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 3 օրով դադարեցնում է Կանադայի նկատմամբ նախատեսվող 50% մաքսատուրքերը, քանի որ սպասում է առևտրային համաձայնագրի կնքման։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում օգոստոսի 18-ի երեկոյան։ Ես 3 օրով կասեցրել եմ Կանադայից ստացվող ապրանքների համար 50% մաքսատուրքերի սահմանումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղն առավոտյան, հաշվի առնելով, որ Կանադան եւ ԱՄՆ-ն փաստաթղթերի վերջնական հաստատման դեպքում կունենան գործարք, հայտարարել է Թրամփը։ Հուլիսին Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրքեր էին նախատեսվում Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ, գինուց մինչև հոգեի մականներ եւ ցեմենտ։ Հրամանագրով նախատեսվում էր, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 1 ամիս անց բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար։ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի միջև համատեղ զորավարժությունների ժամկետը 2 անգամ կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց սահմանափակել դրանց մասշտաբները, դա պատճառաբանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր սերտ հարաբերություններով։ Երկու երկրների զինված ուժերը հայտարարել են, որ օգոստոսի 17-ին մեկնարկած ամենամյա Ուլչիի ազատության վահան զորավարժությունները, որոնք պետք է տևեին 10 օր, այժմ կավարտվեն օգոստոսի 21-ին։ Օգոստոսի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթին կրճատել զորավարժությունների մասշտաբները, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ լավ հարաբերությունները, զորավարժությունների բարձր արժեքը, ինչպես նաև այն, որ Սեուլը հրաժարվել է մասնակցել Իրանի դեմ գործողություններին։ Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 103 զինծառայողի եւ Կիևին վերադարձրել նույն թվով ռազմագերիների։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ փոխանակումն իրագործելու համար հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է ձեռնարկել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այժմ ռուսաստանցիները գտնվում են Բելարուսում, որտեղ նրանց հետ աշխատում է մարդու իրավունքների հանձնակատարը։ Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության նա պարզաբանել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ գերությունից հաջողվել է վերադարձնել 31 վիրավորի։ Շուտով բոլոր մարտիկները կվերադառնան հայրենիք, որտեղ նրանք բուժում եւ վերականգնողական կուրս կանցնեն պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում։ Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 26-ին, 160-ը 160-ի դիմաց ձևաչափով։ Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 304 մարդ, անհետ կորած է համարվում 426 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի տարերային աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը։ Կառավարության վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրաշարժն ավերել է 29554 տուն, 134342 շենք վնասվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 289 զոհի մասին։ 7.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմտյան Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում։ Եվ շարունակելով թողարկումը, Երևանի Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարում աշակերտներին կընդունի հիմնանորոգված եւ բարեկարգ պայմաններում։ Կրթօջախում ավարտին են մոտենում վերակառուցման, ներքին հարդարման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները։ Կատարված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է ուսումնական հաստատություն։ Ժաննա Անդրեասյանը շրջել է նորոգված տարածքներում, ծանոթացել դասասենյակներում, մարզական եւ այլ ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքներին։ Առաջիկայում դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով եւ ուսումնական անհրաժեշտ նյութերով։ Կրթօջախը նախատեսված է 250 աշակերտի համար։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում են եղել վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման, քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ, նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ, մասնագիտական և անվտանգ վարորդական կրթության համակարգ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները, ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ստացել է կաշառք։ Առավել մանրամասն հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ստացել է կաշառք։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է, վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչնդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել են նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ֆինանսիաների դիգիրեր չէ, եկում համասարանի դասախոս կա, չկա դուրս թորայից ընդունել տա, հասնաս սպասի բաղաչի մասերը, այլում պատասխանի կտամ, հանձնաժողով։ Դրանց եկավ ասեց 5000 դոլար այդքան դինի, բայց ասեց որպես դու 4000։ Նախաքննության ընթացքում Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։ Երևանի կենտրոնական փողոցներում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սույն թվականի օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվի Թումանյան Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի։ Նշվում է նաև, որ օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվի Նալբանդյան Թումանյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես Նալբանդյան Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոցի 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը ևս կարգելվի։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում օգոստոսի 19-ից 24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 21-ից 24-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի երեկոյան 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-ից 24-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-ից 24-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Այս եթերաժամի համար առանձնացրել էինք այսքանը, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։